Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի Պարույր-Սևակ բնակավայրի նորակառույց կրթահամալիր եւ հանդես եկել ելույթով։ Իր խոսքում նա շնորհակալություն է հայտնել բարեխիղճ հարկատուներին եւ այն քաղաքացիներին, որոնք ՀԴՄ կտրոններ տրամադրելով նպաստում են ստվերային շրջանառության կրճատմանը։ Վարչապետն ընդգծել է, որ դպրոցների, ճանապարհների եւ այլ ենթակառուցվածքների ստեղծումն ուղղակիորեն կապված է պետական բյուջեի մուտքերի հետ։ Ըստ Փաշինյանի անհատի բարեկեցությունը նախ եւ առաջ կախված է պետական ու համայնքային միջոցներով իրականացվող ծախսերից, քանի որ պետբյուջեն հոգում է բոլորի ընդհանուր կարիքները։ Նա նաև անդրադարձել է Պարույր-Սևակում ընթացող բնակարանաշինական ծրագրերին, դրանք համարելով տնտեսական ակտիվության տպավորիչ օրինակ։ Եզրափակելով Փաշինյանը կարևորել է դպրոցներում պետականության գաղափարի սերմանումը որպես յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության պարտադիր պայման։ 2026 թվականին 300 դպրոց ծրագիրը ավարտվում է։ Հիմա ինչ է տեղի ունենալու, երբ որ 300 դպրոց ծրագիրը ավարտվի։ Սկսվելու է հաջորդ 300 դպրոց ծրագիրը եւ իրականում արդեն սկսել է հաջորդ 300 դպրոց ծրագիրը եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ այդ մենք հնդածս հասկացանք, որ գործնականում հանրապետությունում տես դպրոց չկա, որ կամ շատ քիչ են, որտեղ գործնականում չկա, որ առնվազն հիմնանորոգման, ել չեմ ասում վերակառուցման, ել չեմ ասում զրոյից կառուցման անհրաժեշտություն չունենա։ Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը բարերար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթը որակել է որպես բացահայտ քաղաքական հետապնդում եւ իրավական առումով սնանկ աբսուրդ։ Ըստ փաստաբանի տնտեսական բնույթի մեղադրանքները զուրկ են որևէ ողջամտությունից, քանի որ Կարապետյանի կատարած բարեգործություններն անգամներով երազանցում են վարույթում նշված ենթադրյալ գումարները։ Նա խիստ անհամաչափ է համարել կիրառված տնային կալանքը, որը խոչընդոտում է վարչապետի թեկնածուին լիարժեք մասնակցել նախընտրական ցուցակների ձևավորմանը։ Մինչև ապրիլի 23-ի վերջնաժամկետը։ Չնայած նրա ձևակերպմամբ ապօրինությունների շղթային, Վարդևանյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանը պահպանում է լավատեսությունը, իսկ պաշտպանական կողմը պահանջում է անհապաղ վերացնել խափանման միջոցը։ Ի վերջո սա միակ քրեական վարույթն է, որտեղ մի մեղադրանքով քրեական վարույթը սկսում են, ունենալով դրա շրջանակներում սահմանափակումներ, ընդլայնում են դրա աբսուրդային մեղադրանքը, բայց դրանով էլ չեն սահմանափակվում։ Երբ մենք միջնորդում էինք այս քրեական վարույթի, եթե չեմ սխալվում, 4-րդ ամսին, որ մաս անջատեն, գործը ուղարկեն դատարան, վստահ եմ կհիշեք քննչական կոմիտեի նույնիսկ նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ մաս անջատելու գործիքակազմ չկա։ Գիտեք ինչ ենք ստացել այս 135-36 հատորների հետ միաժամանակ։ Մաս անջատելու մասին որոշում։ Հիմա ոնց է ստացվում, որ 5 ամիս առաջ, երբ Սամվել Կարապետյանը կալանավորված էր, գտնվում էր Երևան կենտրոն բանտում, մենք խնդրում էինք, որ գործը շուտ ուղարկեք դատարան, որ ամբողջ հանրությունը տեսնի սա ինչ աբսուրդ է, իրենք ասում էին մաս անջատել չենք կարող, բայց հիմա կարողացան։ Այս գործը հետևաբար նաև ֆանտաստիկայի հնարավորություններ է տալիս քննչական եւ դատախազական ներկայացուցիչներին, կրկին գործընկերներ, սա աբսուրդ է, սա քաղաքական հետապնդում է, սա սնանկ է իրավական առումով։ Այս գործը այլ կերպ ասած նման է ջրին, բայց ջուրը եթե կարող ես խմել եւ ջուրը կյանքի հետ է ասոցացվում, այս գործը ասոցացվում է բացառապես ապօրինությունների շղթայի հետ։ Եվ տնային կալանքը րոպե շուտ պետք է վերացվի, րոպե շուտ։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հայաստանյան շրջանավարտները աշխատանքի տեղավորման լուրջ խնդիրներ ունեն կրթության եւ շուկայի պահանջների անհամապատասխանության պատճառով։ Ըստ նրա, երկրում բացակայում է տնտեսության եւ կրթական համակարգի միջև անհրաժեշտ համակարգումը, ինչի հետևանքով երիտասարդ մասնակիցները ստիպված են լինում աշխատանք փնտրել ինքնուրույն։ Որպես դրական օրինակ նա մատնանշել է Գերմանիան, որտեղ պետական հստակ հայտերի միջոցով ապահովում է շրջանավարտների զբաղվածությունը հենց բուհն ավարտելիս։ Կարապետյանը նշել է, որ շատ ուսանողներ չնայած տարիների ուսումնառությանն ու ֆինանսական ներդրումներին, այդպես էլ չեն աշխատում իրենց մասնագիտությամբ։ Որպես լուծում նա առաջարկում է, որ պետությունը սահմանի կադրերի պատրաստման առաջնահերթություններ եւ երաշխավորի երիտասարդների աշխատանքի տեղավորման հնարավորությունը։ Իսկ ուժեղ Հայաստանում լինելու է այսպես։ Էկոնոմիկայի նախարարությունը պատվիրելու է կրթության նախարարությանը, ասելու է, եթե դու ընդունես համալսարանում բացես տեղեր այս երիտասարդների համար, այս ոլորտների, մարքեթինգի մասնագետ, վաճառքի մասնագետ, նաև գիտական ինչ-որ ուղղություններ, տարբեր ուղղություններ, օրինակ քիմիայի մեջ, քանի որ նավթարդյունաբերություն է զարգանալու, ես երաշխավորում եմ, որ 4 տարի հետո նրանք բոլորը կունենան աշխատանք։ Դա ծնողների համար երաշխավորություն է, որ
այդքան տարի իրենց գրպանից վճարելով երեխայի, երիտասարդի ոչ միայն կրթությունը, այլ ով շրջաններից է տեղափոխվել այստեղ բնակվելու գումարը, հնարավորություն կունենա շատ արագ իրենց երեխան, իրենց երիտասարդը աշխատանք գտնել Հայաստանում։ Գործարար Սամվել Կարապետյանի դուստրը սոցցանցերում կադրեր է հրապարակել հոր ուղերձի ձայնագրման ընթացքից։ Տեսանյութը թույլ է տալիս տեսնել գործընթացն ու պարզել, թե ինչպես է իրականում պատրաստվել տեսանյութը, որը հանրության էր ներկայացվել ապրիլի 11-ի հանրահավաքի ընթացքում։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանն ավարտել է սահմանային անցակետի վերականգնումը եւ այժմ հերթը թուրքական կողմինն է։ Նա անդրամաբանական է համարել սահմանների բացման հարցի կապումը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հետ, նշելով, որ Անիի կամրջի վերականգնման գործընթացը շարունակվում է։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացը տեղեկացրել է նաեւ, որ անձամբ չի մասնակցի Անտալիայի դիվանագիտական ֆորումին։ Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը Ռուբինյանը վերահաստատել է, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար այլևս առաջնահերթություն չէ։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ կառավարական պատվիրակությունն ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք քայլեր արվել են արդեն իսկ։ Եկը հիշեք, որ ամենասկզբում վերաբացվեցին թռիչքները Երևանի եւ Ստամբուլի միջև, որոնք դադարեցված էին մի քանի տարի։ Հիշեք նաեւ, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց ուղիղ ավիաբեռնափոխադրումները հնարավոր դարձնելու մասին, ինչը արված է։ Կա պայմանավորվածություն Անիի պատմական կամուրջը վերականգնելու մասին գործընթացը, փաստաթղթային գործընթացը ընթացքի մեջ է։ Եվ ճիշտ է, ամենամեծ պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելն է, ինչի վերաբերյալ մենք մեր կողմից անելիք արել ենք, նկատի ունեմ անցակետի վերականգնումը։ Լավ լուրն այն է, որ թուրքական կողմից վերջապես այս տարի իրենց կողմից սկսեցին աշխատանքներ տանել անցակետի վերականգնման ուղղությամբ եւ մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը եւ այս առումով հնդակը մեր դաշտում չէ։ Խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց Թուրքիայի Շանլուրֆա նահանգի Սիվերեկ շրջանի դպրոցներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել։ Ըստ թուրքական NTV հեռուստաալիքի, աշակերտներից մեկը հրացանով ներխուժել է կրթօջախի շենք եւ անկանոն կրակ բացել։ Նախնական տվյալներով միջադեպի հետևանքով վիրավորվել է 7 մարդ։ Հաղորդվում է նաեւ, որ զինված հարձակվողը մի քանի աշակերտի պատանդ է վերցրել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ստորաբաժանումներն ու շտապօգնության բրիգադները։ Հիշեցնեմ, որ Շանլուրֆան երբեմնի Եդեսյան է, որտեղ 11-րդ դարավերջին խաչակիրները տեղի հայերի օգնությամբ հիմնել էին հայ-ֆրանկական Եդեսիայի կոմսությունը։ Basın kartını göreyim. Var TRT. Herkes göreyim kartını. Abi